Բարև ձեզ, այսօր Երևան Today-ի տաղավարում հյուրընկալել ենք Պոլիտիկ AM կայքի գլխավոր խմբագիր Բորիս Մուրազիին։ Բարև ձեզ Բորիս, շնորհակալություն, որ ընդունեցիք մեր հրավերը։ Երևանի քաղաքապետարանը երեկ բոյկոտեց Մայր Հայաստան խմբակցության ներկայացրած տրանսպորտի գնի բարեփոխման քննարկումը։ Պետք է խնդրեմ, որպես դաշինքի անդամ ու սակագնի թանկացման բոյկոտի մասնակից արձագանքեք կատարվածին։ Իրավիճակը Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք բոլոր ոլորտներում աբսուրդային, հետևաբար քաղաքային իշխանությունը ուզուրպացրած է խմբակի գործողությունների մասը, որովհետև փախնել քաղաքային ավականու նիստից, ես չգիտեմ դա ինչի մասն է խոսում, դա խոսում է այն մասին, որ այս իշխանությունները տապալել են գրեթե բոլոր ոլորտներում, իրենք չեն կարող հարցերով, բանավեճով ապացուցել իրենց ճշմարտացիությունը, ի վերջո նախաձեռնությունը Մայր Հայաստանինն էր, տրանսպորտի սակագինը թողնել 100 դրամ, դրան միացել են 17000 երևանցիներ, ընտրելու իրավունք ունեցող երևանցիներ, ինչը պատկառելի թիվ է եւ սա չպիտի անտեսվեր, եթե իրենք իրականում ունեին հարցեր, կարող էին այսպես քննարկում ծավալել։ Միջև այս նիստը, երբ լսում են քաղաքացիական պայմանագրի տարբեր ներկայացուցիչների, ասում են իրատեսական նախագիծ չի, հիմնավորումներ թույլ են, հնարավոր չի 100 դրամով ապահովել տրանսպորտի սակագին, այն առիթը ստեղծվել էր շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը, որ նաև նախաձեռնողներ իրեն էին միացել 17000 քաղաքացիներ, գլխավոր զեկուցողներ, հիմնական զեկուցողներ։ Բայց գայիք ձեր հարցերը տայիք, խայտարական եք, ցույց տայիք, որ չհիմնավորված նախագիծ ենք բերել։ Այսինքն իրենց փախուստը նիստերի դահլիճից, ընդ որում կանոնակարգը չպահվեց, որովհետև պիտի հայտարարվեր, նոր գնային, պիտի ավարտեին իրենք նիստը։ Կամ հայտարարեին, որ բոյկոտում են, իրենք ուղղակի փախան Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Ավինյանի գլխավորությամբ, ինչ խոսում է այն մասին, որ իրանք էլ լավ հասկանում են, որ այդ նախագիծը շատ լավ հիմնավորված էր, եւ իրենք չէին կարող տալ այնպիսի հարցեր կամ անել այնպիսի պնդումներ, որոնք կապացուցեին, որ չհիմնավորված այդ նախագիծը, ուղղակի ընտրեցին փախուստի ճանապարհը։ Լավ ճանապարհ են ընտրել, բայց լավ կլինի, որ փախուստի դիմեն վերջնական եւ նաեւ հանրապետական մակարդակով, ամբողջ իշխանության տեսքով, այնպես որ սա լավ նախանշաններ են, իրենք իրենց ճանապարհը արդեն գտել են, մնում է հիմնական եւ ամբողջ թիմով բռնվեն այդ ճանապարհին ու մենք ազատվենք իրենց։ Իսկ ինչ եք կարծում, հանրությունը ինչ տրամադրություններ ունի այս թանկացման հետ կապված, որովհետեւ կարծես թե տրանսպորտից օգտվողները արդեն էլ չեն բոյկոտում, թե բոյկոտում են բարձրապես։ Չէ, բոյկոտում են, իրականում բոյկոտում են, բայց մի շատ կարեւոր հանգամանք կա, մեր հասարակությունը դուք էլ նկատացին եք ձեր շրջապատում մեր ընտանիքներում, մարդիկ սովորաբար ամաչում են հրապարակային խոսել իրենց սոցիալական խնդիրներից կամ այդ խոսակցությունը կա, չէ, որ ոնց այդ 20 հոգու մեջ ավտոբուսում միշտ մարդիկ կան, չէ, ցույց տան, որ մենք այդ 50 դրամի խնդիր ունենք, բայց այստեղ քաղաքացիներ պիտի գիտակցեն եւ սա է հիմնականում այս ամոթի հանգամանքն է, ավտոբուսում սադրիչներ լինելու հանգամանքն է, որ շատերին ստիպում է վճարել ուղղակի, որ այդ 50 դրամի համար իրենց կոնֆլիկտի մեջ չգցեն եւ օրը վատ այսպես սկիզբով չսկսեն։ Բայց պետք է մեր հայրենակիցներին ասել, որ այստեղ ոչ թե խնդիրը նրա մասն է, թե 50 դրամը շատ է, թե քիչ, իրականում շատ է, որովհետեւ դուք մեկ օրվա կտրվածքով եք նայում հարգելի քաղաքացիներ, իսկ դա պետք է նայել ամսվա, տարվա եւ տարիների կտրվածքով, որ այս մարդիկ ձեր գրպանն են նայում։ Բայց մյուս կողմից պետք է նայել այն տեսանկյունից, որ մարդիկ ձեզանից գողանում են ու կարևոր չի որքան են գողանում։ Հիմա դուք եթե մտնում եք ձեր տուն, տեսնում եք գող է մտել տուն, չէ՞։ Դուք չեք ասում, լա արի տեսնեմ դու ինչքան ես գողացել, ասենք, եթե թույլատրելի բան ես գողացել, հանգիստ գնա, չէ՞, ցանկացած պարագայում, եթե անգամ չի հասցրել գողանալ, քեզ համար ինքը գող է եւ պետք է վնասազերծվի։ Հիմա այս մարդիկ գողեր են 50 դրամի տեսքով օրեկան ամեն յուրաքանչյուր տրանսպորտից օգտվելու պարագայում 50 դրամ գողանում են մեր քաղաքացիներից եւ այդ գողությունը ուղղակի պետք է կանգնեցվի ներողություն։ Սա իհարկե հոգեբանական դժվար process է, որ քաղաքը ամեն մարդ պատրաստ չէ միշտ կոնֆլիկտի մեջ ընկնել, որովհետեւ գրեթե բոլոր ավտոբուսներում կան պրովոկատորներ, բայց որ մարդիկ բոյկոտում են, դա միանշանակ է, հազարավոր քաղաքացիներ միացել են այդ բոյկոտին։ Եվ որ քվեարկության
ցանկացած ընտրության պարագայում, հա, դա կլինի արտահերթ, հերթական, համապետական, քաղաքային ընտրություն, քաղաքացիները, որտեղ քվեախցիկում իրանք մենակ են մնում, իրանք այդ բոյկոտը ցույց են տալու, դա միանշանակ է, որտեղ քվեախցիկում էլ ոչ կան են 20 հոգին, որ մարդիկ ամաչեն, մարդիկ մերժելու են այս իշխանություններին, այդ թվում նաև տրանսպորտի սակագնի թանկացման, բայց տասնյակ այլ նաև հարցերի համար է թվում, Արցախի համար է թվում, Հայաստանի տարածքների կորստի համար է թվում, հազարավոր զոհերի համար, մարդիկ մերժելու են այս իշխանություններին եւ իրենք լավ գիտեն, որ այո, հիմա կարող է շատ քաղաքացիներ ավտոբուսի մեջ չեն միանում բոյկոտին, բայց այդ բոյկոտի տրամաբանությամբ իրենք քվեարկության են մասնակցելու։ Այդ տեսեք բոլորս ասում են միասնական չէիք դրա համար չաշխատեց, եթե միասնական բոլորը պայքարեն կաշխատի։ Ու նույնը ոչ միայն տրանսպորտային այդ գներին է վերաբերում, ասում են ուզում եք խնդիրների լուծում, խաղաղություն, Նիկոլ Փաշինյանի հեռացում, պետք է պայքարեն միասնական եւ ընդդիմությունը, իշխանությունը եւ ժողովուրդը։ Կարծեմ Նիկոլ Փաշինյանի զինվորական խորհրդականն էր ասում, առաջարկում էր գերիներին վերադարձնելու համար ընդդիմությունը աշխատի Նիկոլ Փաշինյանի հետ միասնական։ Օրինակ, այստեղ միասնականություն դուք տեսնում եք։ Գիտեք, սովորաբար այդ կոչերը լինենք միասնական, մեր եզդիական հարսանիքներում մի հատ հայտնի կենաց կա, որը նաև անիմաստ կենաց է, ասում ասում աշխամերը թվախ է, միասնականության կենաց, բայց այդ միասնականության կենացից հետո գոյություն չունի, հա։ Հիմա տեսեք, կաթը լավ մթերք է, ձուկները լավ մթերք, բայց իրանք իրար հետ թունավոր են մարդու օրգանիզմի համար, հա։ Եթե դուք ձուկ ուտեք, հետո կաթ խմեք, վստահաբար լավագույն դեպքում կհայտնվեք հիվանդանոցում։ Չպիտակավորելով ընդդիմության դաշտում գործող կամ ընդդիմադիր հանդես եկող տարբեր ուժերը պետք է ասել, որ բոլոր դեպքերում չէ, որ միասնականությունը լավ արդյունք կարող է տալ։ Մյուս պարագայում միասնական պիտի լինի ժողովուրդը, այսինքն առաջին հերթին ժողովուրդը ինքը քաղաքացիները իրենք պետք է միասին որոշեն, որ ազատվում են այս իշխանություններից։ Հետո թե ով կլինի լիդերը, ում հետևից կգնա, դա արդեն երկրորդական հարց է։ Իսկ ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական, պաշտպանության նախկին նախարար, գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ, գլխավոր շտաբի պետի գլխավոր շտաբում իր զբաղեցած պաշտոնին չեմ ասում, որտեղ երբ որ բոլոր զինվորականները դեմ դուրս եկան Նիկոլ Փաշինյանի եւ Փաշինյանը ազատեց Տիրան Խաչատրյանին այդ պաշտոնից, այդ շտաբում եղած բոլոր զինվորականներից միակը Արշակ Կարապետյանն էր, որ Տիրան Խաչատրյանից ապօրինի վերցված պաշտոնը գնաց զբաղեցրեց։ Այս մարդու առաջարկը իհարկե տրամաբանական չի, ու ինչու, որովհետեւ եթե հավատանք իրեն, եթե հավատանք Արշակ Կարապետյանին, ապա առնվազն Ռուբեն Վարդանյանին Ադրբեջանը ձերբակալել է Նիկոլ Փաշինյանի խնդրանքով։ Հա, ինքն է դրա մասին հայտարարել, ասել է բացառիկ տեղեկություններ ունի։ Հիմա եթե հավատանք իրեն, ապա ստացվում է ինքը ասում է, որ գնացեք այդ թվում նաև Ռուբեն Վարդանյանի ազատության համար պայքարեք, Ռուբեն Վարդանյանին ձերբակալության խնդրանք հնչեցրած Նիկոլ Փաշինյանի հետ։ Եթե սա տրամաբանական է, մարդիկ թող բացատրեն որտեղ է այստեղ տրամաբանություն, ես տրամաբանություն չեմ տեսնում։ Եթե մարդը այն ժամանակ ստել է, կեղծ հայտարարություն արել, որպեսզի օգնի Ռուբեն Վարդանյանին կամ չգիտեմ, տեղեկատվական առիթ ստեղծի, որ իր մասին խոսան, սա էլ լավ բանի մասին չի խոսում։ Ի վերջո զինվորականները ամենակիչը պիտի ստի այդ գործ ունենան, հա, ամենակարգապահ մարդիկ պիտի լինեն։ Այնպես որ անգամ քննարկելու առաջարկ չի, հա։ Ինչ պիտի անի ընդդիմությունը, երկրորդ հարցը գերիների ազատ արձակում։ Իսկ ընդդիմությունը ինչ լծակներ ունի։ Պիտի ասեն աղմուկ բարձրացնեն, իսկ Ադրբեջանը արդյոք թքած չունի այդ աղմուկի վրա։ Իհարկե թքած ունի։ Ես հիշեցնեմ, որ Ադրբեջանի վերաբերյալ ՄԻԵԴ միջանկյալ որոշում էր կայացրել, որով Ադրբեջանը պարտավորված էր բացել միջանցքը, Բերձորի միջանցքը։ Բացեց Ադրբեջանը, չէ։ Հայեր կան հիմա Արցախում, չէ։ Ինչ արեց միջազգային քրեական դատարանը, ոչ մի բան։ Դրա համար պետք է նայել աշխարհակաղակական այն մթնոլորտը, որը կա աշխարհում։ Այդ մթնոլորտը ամենևին չի ենթադրում, որ եթե ընդդիմությունը, ասենք, ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց բողոքի ակցիա կանի, դա արդյունք կտա։ Ես որպեսզի չֆիքսվենք միայն Ադրբեջանի վրա, եկեք ուրիշ օրինակ բերենք, որ թե ինչքանով ուժը կտրում է թքած ունեն միջազգային իրավունքի վրա։ Գազայում
Իսրայելը իրականացնում է ցեղասպանություն։ Միջազգային քրեական դատարանը Իսրայելի նախագահ վարչապետ Բենյամին Նեթանյահուին ձերբակալելու օրդեր ա տվել։ Ձերբակալվեց այդ մարդը, ինչ որտեղ տեսել եք, որ իրեն ձերբակալել։ Այսինքն մարդիկ հասկանում են, որ Իսրայելը սպայն ուժեղ է, թքած ունեն այդ միջազգային քրեական դատարանի, որ հիմա պաղեստինցիներ որտեղ միտինգ կանեն, Պաղեստինի ընդդիմությունը ինչ կանի, իշխանությունը ինչ կանի, դա հետաքրքրում է Իսրայելին, իհարկե չի հետաքրքրում։ Ուրիշ օրինակ բերեմ։ Սիրիայում հիմա իրականացվում է ալևիների ցեղասպանություն։ Այսպես կոչված ժողովրդավար ահաբեկիչների կողմից, արևմուտքի աջակցությունը վայելող ահաբեկիչների կողմից։ Գիտեք ինչ են անում այդ ահաբեկիչները, մտնում են տներ, կին, երեխա, ծեր, բոլորին սպանում են ուղղակի։ Ովքեր իրենց դուր չեկամ, ինչ, չգիտեմ ինչ գրիտերիաներով են ընտրում, ում պիտի սպանեն, բայց սպանում են անխտիր բոլորին։ Գիտեք, Սիրիայի հարցով միջազգային կազմակերպություն կա Լոնդոնում, ինչ ասեց, այդ ցեղասպանության մասին ասեց, դա բախում է Ասադի ռեժիմի աջակիցների եւ Սիրիայի բանակի միջև։ Երեխաներն են։ Այսինքն մարդիկ իրենց տանը նստած, իրենց կնիկ երեխեքով բախվել են Սիրիայի բանակի հետ, զենք չունենալով ու զոհվել են այդ բանում, բախման ընթացքում։ Էսա միջազգային մթնոլորտը սա է, ու ես պարագայում ասել, որ ընդդիմությունը ինչ որ բան պիտի անի, կարող է անել ու չի անում։ Հա, պետք է բարձրաձայնել, ես չեմ ասում, այդ առիթը կա միջազգային, բայց այդ բարձրաձայնումները ուղղակի այսպես պիտի չկա, հա, այդ դրական նշան ստանալու բանը, որ էս էլ արեցինք։ Բայց ես վստահ եմ, որ դա այդ անելն էլ այնպես չի, որ արդյունք է տալու։ Ալիևը նախաձեռնել է կոնկրետ նպատակներով այս դատավարական ֆարսը, նպատակը հիմա արդեն ակնառու է Հայաստանին դարձնել, այսպես ասած, պատասխանող կողմ, հա, իրենց բնորոշման տեղ ունեցած հանցագործության համար։ Եվ Ալիևը փորձելու է ինչքան կարող է հասնել այդ նպատակին։ Այստեղ մարդիկ միավորվեն Նիկոլ Փաշինյանի հետ, չմիավորվեն Նիկոլ Փաշինյանի հետ, հա, իրավիճակը չի փոխվել։ Հատկապես որ Նիկոլ Փաշինյանի հետ միավորվելը, գիտեք դա ինչի, ոնց որ սոված մարդկանց բավարարելու համար փորձես ուտելիքը միավորել մոտակա տարածքում կուտակված կեղտի հետ, ասես դե քանակը շատանա, էլի, որ մարդիկ շատ են, մենք այդքան ուտելիք չունենք։ Դա կարելի է միավորել ուտելիքն ու կեղտը, բայց այդտեղից հաստատ ուտելիք դուրս չի գա։ Եթե այդ մարդիկ, օրինակ Արշակը Կարապետյան, ուզում է միավորվել Նիկոլ Փաշինյանին, ինչպես նախկինում միավորված էր, ապա ով է իրեն խանգարում միավորվել։ Կամ թող ցույց տա ինչ է նշանակում ընդդիմությունը միավորվի, թող գա Մոսկվայից գա այստեղ, միավորվի Նիկոլ Փաշինյան, դու ցույց տա համատեղ գործողությունները ոնց են լինում իշխանությունները։ Գիտեք, շատ հեշտ է այլ մայրաքաղաքներում նստած, ասել դեն բանի նման է, գյադեք էս կողմ, գյադեք այն կողմ։ Իսկ գյադեք չկան այդ մարդկանց համար, հաստատապես իրենց կարծիքները լսող չկան, ինչ որտեղ եկեք Հայաստան, նաև դուք ունեցեք ձերբակալվելու վտանգ, դուք ունեցեք բերման ենթարկվելու վտանգ, դուք ձեր ընտանիքի անդամները թող ունենան հետապնդման վտանգ ու խորհուրդներ տվեք, թե չէ Մոսկվայից, Լոս Անջելեսից, Վաշինգտոնից, Փարիզից, այնքան հեշտ է խորհուրդներ տալ, թե Հայաստանում ինչ անեն, այս կամ այն խմբերը, ընդդիմությունը, ժողովուրդը, դա ամենահեշտ գործն է, որ կարելի անել։ Որից Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունները մի կողմից հայտարարում են, որ ավարտվել են խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները, մյուս կողմից Ադրբեջանը գրեթե ամեն օր այսօր նույնպես հայտարարեց, որ թե Հայաստանը հրադադարը խախտում է, այդպիսով սադրանքների համար քայլեր է նախապատրաստում, կարծես թե, կամ փորձում է ճնշում գործադրել դրանով զիջումների համար։ Այս ամենը աղերս ունի խաղաղության հետ, ինչ եք կարծում։ Ում վրա ճնշում գործադրել։ Իշխանությունների։ Իրենք ճնշված են արդեն։ Նիկոլ Փաշինյանի վրա չէ, ճնշում գործադրելու կարիք չի, այս մարդիկ ի սկզբանե ճնշված է։ Ադրբեջանի քայլերը հասկանալի են, իհարկե ընդունելի չեն մեզ համար որպես հայաստանցիներ, բայց հասկանալի են։ Իրենք եւ այս քայլերը, այսինքն այս ոճը արտաքին քաղաքականություն վարելու Ալիևի մոտ միշտ է եղել։ Տեսեք ինչ էր ասում Նիկոլ Փաշինյանը 2022-ին, ապրիլին, եթե չեմ սխալվում։ Ասում են միջազգային հանրությունը մեզ ասում է՝ մի քիչ ձեր նշաձողը իջեցրեք կարգավիճակի հարցում եւ մենք ձեզ թեւ ու թիկուն կնենք։
Դա պարզ է, չէ՞, Ադրբեջանի առաջարկն էր, որը Ֆրանսիան եւ Եվրամիությունը փոխանցել էին Նիկոլ Փաշինյանին, ասում են ձեր թեև ու թիկունքն ենք, կպահենք ձեզ։ Ալիևը մոտենում է ունի հետեւյալ մոտեցումը։ Եթե կա տեղ, որտեղ կարող է Հայաստանը համոզել, ստիպել, չգիտեմ, շահագրգռել, որպեսզի հասնի իր համար որոշակի ցանկալի զիջման, ինքը հենց հասավ այդ զիջման, նոր պահանջներ են առաջ գալիս։ Դա ոչ թե այն կետն է, որտեղ արդեն կսկսվեն բանակցություններ, հարաբերություններ կարգավորել, ոչ, դա Ալիևի համար նշանակում որ կար չէ ժամանակ այդ Մարիոյի խաղը, որ հասանք այս աշխարհ, ահա, սա այս արդեն ֆիքսել ենք, դրանից ներքև արդեն չենք կարող իջնել, եթե խաղը անգամ սկսվի, այստեղից է սկսվելու, հա։ Այստեղից գնում ենք ուրիշ պահանջներ ենք դնում, հետո ասեցին Արցախը պիտի կազմալուծվի, հետո պիտի Հայաստանը սահմանադրությունը փոխի։ Հիմա ասում են հաստատուղթը երկու կետ կար, չէ, Ադրբեջանի կողմից ներկայացված, որ քննարկվում էր երկար ժամանակ։ Այդ 17 կետերը նաև այդ անընդունելի իբր թե այս իշխանությունների համար երկու կետերը ընդունեցիք, հա շատ լավ հաստատուղթ է, բայց դրա համար ուրիշ պայմաններ կան, որ դուք պիտի կատարեք։ Դուք պիտի փոխեք ձեր սահմանադրությունը, որովհետեւ մենք խաղաղությամբ հաստատուղթ ստորագրենք։ Ես վստահեցնում եմ, հենց սահմանադրությունը փոխվեց, ասում եմ դուք պիտի ընդունեք 300,000 ադրբեջանցիների։ Ահա 300,000 ադրբեջանցիների ընդունեցիք շատ լավ, բայց 300,000 ադրբեջանցիների անվտանգությունով ապահովել։ Ուրեմն պիտի տակ ադրբեջանցիներին ժողովրդական ոստիկանություն ունենալու խնդիր։ Վայ, այս ժողովրդական ոստիկանություն ստեղծվեց, բա հիմա այդ մարդիկ ո՞նց են, ինչ որ ինքնակառավարման ձև պետք է ունենան, հա։ Եկեք ստեղծենք ինստիտուտներ ու այսպես շարունակ, այսինքն քանի իրենք կարողանալու են փոկել ինչ որ բան, իրենք Հայաստանին հասցնելու են մի կետի։ Հիշում եք 2018-ից առաջ էլ Նիկոլ Փաշինյանին հարող շրջանակների մոտ մեծպես խոսակցություն կար։ Թուրքիան ասում է գոնե 3 գյուղ տվեք Արցախից հետ Ադրբեջան ու մենք սահմանը կբացենք։ Հիմա արդյոք ընդամենը մի գյուղ անգամ չի մնացել Հայաստանին Արցախից, հայերին Արցախից։ Բացել են սահմանը, չէ, հարաբերությունները կարգավորել են, չէ։ Այդ պետությունները իրենց վարքագիծը ունեն եւ պետք է ասել, որ հիմնականում նաև բաց են գործում, այսինքն չեն թաքցնում իրենց նպատակները։ Ալիևը ինչ ասում, ասում է 300,000 ադրբեջանցիներ պիտի գան։ Պիտի գան, պիտի իրավունքներ ունենան։ Իրանք ասում են խորհրդարանում արդեն ադրբեջանցիներ կլինեն ֆրակցիա, հա, ադրբեջանական, իրենց քաղաքական գործիչներն են ասում։ Շատերին թվում է, թե այդ մարդիկ ուղակի խոսում են, չէ, այդպես չի։ Ինչի են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը տարել Բաքու։ Ինչու են կազմակերպել այս դատավարական շոուն։ Մարդկանց թվում է, թե Ալիևը դա շիզոֆրենիայով է տարապում, բան է անում, իրան հաճույք է տալիս, ոնց որ Նիկոլ Փաշինյանը ժամանակին չի ասում էին, իրան դիմախոսներին ասֆալտին փռել է տալի, հետո ընտանիքով նստում է։ Ալիևը այդպիսի խելագարություններ չունի։ Կոնկրետ նպատակ ունի Հայաստանին դարձնել պատասխանող կողմ այս հարցում։ Նիկոլ Փաշինյանը լի օգտել է այս հարցում Ալիևին, բայց վերջնանպատակը ո՞րն է։ Իրենք արդեն հիմա բարձրաձայնում են դրա մասին, ասում են Հայաստանը երբ այսպես կոչված օկուպացրել է Արցախը, այդ 30 տարիների ընթացքում մեզ 50 միլիարդ դոլարի վնաս եք հասցրել։ Ասում են, քանի որ Հայաստանը չունի այդքան գումար 50 միլիարդ դոլար, իրենց քաղաքական գործիչներն են դրա հիմա դեռ ասում, հա, քանի որ չունի 50 միլիարդ դոլար, ինքը կարող կոմպենսացնել օրինակ Սյունիքի մարզով մեզ այդ բանը։ Հիմա մարդկանց համար աբսուրդ է թվում, բայց ես հավատացնում եմ ձեզ, այս իշխանությունների մնալու պարագայում, այս քաղաքականության շարունակության պարագայում է շատ հավանական է դառնալու։ Աշխարհում դուք տեսնում եք ինչպես են փոխվում քարտեզներ, հա, այսօր Ուկրաինայում ինչ են քննարկում։ Չեն քննարկում ռեսուրսներ, որ ամերիկացիներին ինչ պիտի տան, ռուսերին ինչ հողեր պիտի զիջեն։ Այսինքն սա այլևս նախկին աշխարհը չէ, որտեղ կային ինչ որ ձևական կանոններ, որ պետության սահմանները չպիտի փոխվեն։ Այսօր Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը դրանց քննարկում են Ուկրաինայի երրորդ երկրի սահմանների փոփոխության հարց, թե ռեսուրսները ով պիտի կառավարի այդ երկրի։ Իսկ Միացյալ Նահանգները ճնշումներ բանեցրեց, որպեսզի իր այսպես կոչված դաշնակից, իսկ իրականում գործիք Ուկրաինայի լավագույն հանքավայրերը վերցնի իր վերահսկողության տակ։ Հիմա մենք այս աշխարհում ենք ապրում։ Ու այս իշխանությամբ մենք կարող ենք հասնել նրան, որ ասենք Ադրբեջանը ինչ որ այլ երկրի հետ, ով կլինի դա այս բանը, չգիտեմ, կքննարկի, ասենք Զանգեզուրի այդ բանը, հա, հանքերը ում պիտի տան,
պղնձամոլիբդենային նույն կոմբինատում պիտի տան։ Սա ձեզ կտանք, սա մեզ կվերցնենք, այստեղ կիսվենք իրար հետ ու շատ հետաքրքիր քննարկումներ կլինեն։ Իսկն Նիկոլ Փաշինյանի մնալու պարագայում, բայց միայն իր անձի մասին չի խոսքը։ Նիկոլ Փաշինյանի իրեն այստեղ բերելու մենեջերների եւ իրենց տանիք հանդիսացող արևմուտքի քաղաքականության շարունակության պարագայում մենք հասնելու ենք այդ օրվան, ցավոք սրտի եմ ասում, բայց ու այդ օրը հեռու չի։ Այստեղ իհարկե ժողովուրդը պիտի իր դիրքորոշումն արտահայտի։ Ես կարծում եմ ամենամոտ դիրքորոշումն արտահայտելու միջոցառումը դա Գյումրին է, Հայաստանի երկրորդ քաղաքում ընտրություններ են, եւ ես վստահ եմ, որ քաղաքացիական պայմանագիրը մերժվելու է։ Ես չգիտեմ ով է հաղթելու այդտեղ, բայց վստահ եմ, որ ԿՊ-ն մերժվելու, որտեղ մարդիկ տեսնում են, ես կյանքը չի լավանում, հակառակը վատանում է, հարկեր, տուրքեր, ամեն ինչ բարձրացվում է, մարդկանց կյանքը դժվարացվում, իսկ ո՞ւմ չկա անվտանգություն։ Վերջերս այդ նույն օրինակով գրառում էի քարել եւ Ուկրաինայի օրինակն եք բերել, երբ 14 թվականին բերեցին Յացենյուկին, վարչապետն էր ժամանակավորը։ Յացենյուկին բերեցին, հետո Պորոշենկոին, հետո Զելենսկուն, ու նշում եք, որ առաջին դեմքերը փոխվում են, չեն փոխվում նրանց բերողների ծրագիրը, հա, այսպես ասած։ Ունեք այդ պատասխանը, ով է բերել Նիկոլ Փաշինյանին եւ ինչ ծրագրով։ Այս ոնց որ ինձ սիրած հատվածն է, որտեղ 7 տարի մենք այդ հարցերը տվել ենք։ Գիտեք, կարող ենք մեր հարցերի պատասխանները գուցե այնպեսին չլինեն, ինչպեսին մենք ենք պատկերացնում։ Բայց երբ որ չկան ընդհանրապես պատասխաններ, մենք իրավունք ունենք կարծելու, որ այդ պատասխանները այնպեսին են, ինչպեսին մենք ենթադրում ենք հարցը բարձրացնելիս, հա։ Ես չեմ ուզում, այսպես ասել, ես գիտեմ սա բերել է Նիկոլին չէ, բայց 2018-ից առաջ եղած իշխանությունները ամեն բան արել են, որ Նիկոլ Փաշինյանը բերվի։ Ես ամենևին չեմ կարծում, որ Հայաստանում 2018-ից առաջ եղել է այնպիսի իշխանություն, որը ստրատեգիա կարող էր մտածել, sense հերո քայլեր չէ։ Իրենք էլ հիմա ոնց որ Նիկոլ Փաշինյանն է գործիք, իրենք էլ եղել են գործիք։ Իրենց ասել են ինչ պիտի արվի եւ իրենք դա արել են։ Եվ այո, ես կարծում եմ, որ ցանկացած իշխանություն իր արածի համար, անկախ նրանից ով է իրեն ասել, պիտի պատասխան տա։ Եվ այո, իշխանությունը 2018-ին հանձնվել է Նիկոլ Փաշինյանին, եւ այդ իշխանությունը հանձնելու հետևանքով մենք այսօր կանգնած ենք այս վիճակում։ Ժողովուրդը որևէ պարագայում մեղավոր չէ։ Տեսեք, ժողովուրդը ակնհայտ բանը կարող է տեսնել, այդ պարագայում կարող ես ասել ինչու ժողովուրդը սա տեսավ ու այլ կերպ քվեարկեց։ Բայց երբ որ իր համար ոչ ակնհայտ բան է, այսինքն նոր մարդ է Նիկոլ Փաշինյանը, մարդիկ ոչ տեսել են ինքի 90-ականներին ինչ հոդվածներ ա գրել, ոչ գիտեն ինքը ում գործակալն է, հա, ոչ ԱԱՑ ունեն իրենց զեկուցող, ոչ իրավունք ուներ սխալվելու։ Չնայած որ, ես ձեզ անկեղծ ասեմ, ժողովուրդը 2018-ից առաջ փողոց դուրս չէր եկել Նիկոլ Փաշինյանին բերելու, քվակի դեմ էր Սերժ Սարգսյանին։ Եվ եթե Նիկոլ Փաշինյանը չլիներ, գուցե ուրիշ մարդ լիներ։ Ավելին ասեմ, կարելի էր նաև օրինակ 2017 թվականի ընտրություններին, եթե այդ օրվա իշխանությունները չանեին ամեն բան, հնարավոր օրինական, ապօրինի բոլոր քայլերն արեցին, որ Սերյան Օհանյանի գլխավորած դաշինքը չանցնի խորհրդարան։ Բայց եթե ելքի փոխարեն Սերյան Օհանյանի դաշինքը լիներ ընդդիմություն, ես վստահեցնում եմ 18-ի այդ ամեն ինչը տեղի չէր ունենա։ Հարցը չէ առաջանում, իրենց ընտանիքի անդամների բոլոր անդամների ձայները չունեցող մարդիկ ինչպես են մի քանի հազար ձայն հավաքել, երբ որ անհայտ մարդիկ են, օրինակ Մանեթ Հանդիլյանը երկդաշինքի անդամ, Ավանում եւ նոր-նորքում, այնտեղ ասենք 4400 ձայն հավաքել։ Արդյոք կար 400 մարդ նոր-նորքում մասիվում ու Ավանում, որ գոնե Մանեթ Հանդիլյանի ճանաչում էր։ Ու այսպես շատ հարցեր կան, բայց որpիսի, գիտեք, անընդհատ այսպես կոտրված պլաստիկայի դեր չտարվի, այդ հարցերը պետք է պատասխան ստանան, այդ պատասխանները մի ձև ունեն, գլխավոր դերակատարները խոսեն այդ օրերի իրադարձությունների մասին։ Լավ, իսկ ինչպես անել իրականում, որպեսզի Նիկոլ Փաշինյանը չփոխարինվի մեկ այլ Նիկոլ Փաշինյանը։ Հենց դրա համար են այս հարցերը։
Այսինքն հարցերը ինչի համար են, դա ուղղակի այնպես չի որ հարց ենք տալիս, որ դե պատասխան ստանան կամ ասենք դե տեսակ մեր ասած ոչ, այդպես չի։ Հարցերը նրա համար որ շրջանակ ճշտվի, այսինքն կոորդինատներ ճշտվեն, որովհետեւ այդ կոորդինատներում գտնվող մարդկանց թույլ չտրվի։ Հիմա լավ, ասեք ասել են Արարատ Միրզյանը թուրքական գործակալ է, չէ՞։ Այս վերջերս էլ մի գործակալ կար, որ հիմա Ստամբուլում է նստում եւ Հայաստանի դեմ է խոսում։ Եթե Արարատ Միրզյանը փոխենք այդ գործակալով, հույս ունեք բանկ փոխվի, չէ՞։ Դրա համար են այս հարցերը, այսինքն հարցերը նրա համար են, որպեսզի պարզաբանվի ինչ է տեղի ունեցել 2018-ին, ովքեր են եղել այդ ամեն ինչի հովանավորները, պատվիրատուները, կատարողները, ինչ նպատակ են, նպատակ արդեն տեսանք, Արցախի հանձնումներ, Արևմուտքի համար սա գլխավոր նպատակ է։ Եվ որպեսզի մենք մեզ համար այդ շրջանակը, հասարակությունը իր համար այդ շրջանակը գծի եւ այդ շրջանակից դուրս ընտրություն կատարի։ Որովհետեւ այդ շրջանակից ներս գտնվող անձանց շրջանակում ընտրություն կատարել նշանակում է ուղղակի փոխել դեմքը։ Ինչպես Ուկրաինայի պարագայում, հա, փոխվեց 3-4 դեմք, բայց արդյոք դա փոխեց իր ոչ, ավելի ծանրացրեց իրավիճակը։ Ավելին ես ձեզ ասեմ, այդ նույն շրջանակից կարող է բերվել մարդ, որը ամենա, այսպես վառ հականիկոլական ելույթներով հանդես գա, որը խոսի Արցախի հետ բերելու մասին, որը խոսի Հայաստանի տարածքները վերադարձնելու մասին, որը խոսի հայ-ռուսական հարաբերությունները ամրապնդելու մասին, բայց դա ոչինչ չնշանակի, երբ որ ինքը արդեն դառնա վարչապետ, որովհետև Զելենսկին օրինակ իշխանության է բերվել ռուսների հետ հարաբերությունների կարգավորման օրակարգով, ու մարդիկ դրա համար քվեարկել են։ Հետո իր օրոք սկսվել է պատերազմ, որը մի քանի 100,000 մարդու սպանվելու պատճառ է դարձել։ Մի քանի տասնյակ քաղաքներ ուղղակի ավերվել են։ Այսինքն խոսքը կարևոր չի, կարևորը դու հասկանաս այդ մարդու այդ գործի արմատները որտեղից են գալիս։ Դրա համար այս հարցերը շատ կարևոր են։ Ու ես նաև երբ որ ժողովրդի արձագանքն եմ տեսնում, հասկանում ժողովուրդն էլ կարիք ունի հասկանալու ինչ է տեղի, իրեն ինչի մասնակից են դարձրել 2018-ին։ Եվ իսկապես այդ հարցերը ծագում են հասարակության մոտ, անկեղծորեն խոստովանենք, եւ այս ամենի ֆոնին թվում է թե հանգիստ է ամեն ինչ, քանի որ ակցիաներ չկան եւ այլն, սակայն ընդդիմության մեջ կան շատ ակտիվ գործընթացներ։ Մի մասն ասում է լավ հերիք է Նիկոլ Փաշինյանի ջրաղացին եք ջուր լցնում, մի մասն ասում է ընդհակառակը պետք է պարզեցնել դաշտը։ Որքանով է ընդդիմության մեջ այս կատարվողը ջուր լցնում Նիկոլ Փաշինյանի ջրաղացին։ Եթե հիշում եք 2018-ին մի այսպիսի կարգախոս եկավ, երբ նախագահ Քոչարյանին կալանավորեցին կոնսենսուս -1։ Նու այդ կարգախոսը մտածողների մոտ էսպես էր, որ բոլորը, այդ թվում նաև Քոչարյանը մի կողմ են, Նիկոլ Փաշինյանը մի կողմ։ Ես այն ժամանակ ինձ ովքեր ում հետ շփվել եմ կարող եմ փաստել։ Այն ժամանակ ասում ժողովուրդ ջան, այս բանաձևը սխալ է, իրականում -1-ը Ռոբերտ Քոչարյանն է։ Ու նաև այն քաղաքական արեալը, որը ինքը ներկայացնում է։ Հիմա իհարկե այդ քաղաքական արեալում կա նաև արդեն Մայր Հայաստանը, բայց այն ժամանակվա տրամաբանությամբ -1-ը Ռոբերտ Քոչարյանն էր։ Ինչու՞, որովհետև Ռոբերտ Քոչարյանը միակ քաղաքական առաջնորդն է եղել, որ 2018-ի պայմանավորվածությունների մաս չի կազմել։ Եվ մյուս կողմից այն փոփոխությունները, որը սպասվում էր Հայաստանին, որը մենք հիմա տեսնում ենք աշխարհաքաղաքական, հա, այս կորուստների տեսքով փոփոխությունները, բացասական փոփոխությունները, այդ ճանապարհին խանգարող հանգամանք կարող էր լինել Ռոբերտ Քոչարյանը։ 2019 թվականին, թե 20, ես բայն թիվը չեմ հիշում, այն ինչ որ հիմա ես արդեն հստակ անուններով ասում եմ, այդ վերլուծությունը արվել է որոշ անուններ չասելով։ Իհարկե մտահոգությունը, որ դե մարդիկ համագործակցում են, ինչու պետք է փորձես այդ իրավիճակը թեժացնել։ Հիմա ես կարծում եմ, որ պետք է դաշտը ճիշտ գնահատել, այն քաղաքական շրջանակները, որոնք Արցախի հետ տեղի ունեցածի վերաբերյալ չեն տալիս հստակ գնահատականներ։ Պրահայի գործընթացին չեն տալիս հստակ գնահատականներ, հա։ Արևմուտքի ունեցած ազդեցության մասով չեն տալիս հստակ գնահատականներ, այդ մարդիկ մնում են այն քաղաքական արեալում, որտեղ կա Նիկոլ Փաշինյանը։
ընտրություն դրանց մեջ, դա ուղղակի գիտեք, դա ոնց որ ընտրություն անես, թե քեզ ինչով են սպանելու, ասենք, կացինով կարող մի քիչ դաժան լինի, դանակով մի քիչ, չգիտեմ, թեթև լինի, զենքով շատ թեթև լինի, բայց վերջն արդյունքը, այսինքն դու ստանալու ես քո մավան տեսքով։ Այդ քաղաքական արեալում ընտրություն անել նշանակում է շարունակել Հայաստանի այս ցավոք սրտի այս արտահայտությունն եմ օգտագործում, ավարտի գործընթացի շարունակում։ Ու ժողովրդի իրավունք ունի, ելի եմ ասում, այդ հարցերը տալու, այդ հարցերի պատասխանները ստանալու։ Եթե այդ հարցերը պատասխաններ չհնչեն անգամ բարձրաձայն, այդ լռությունն էլ է շատ կարևոր պատասխան։ Ես դες ասեմ, անկեղծ իմ վերաբերմունքը դրան դա է, որովհետև եթե մարդը լռում է, ի վերջո հարցերը տրվում են փաստարկված, չէ՞։ Լավ, մենք այս ընթացքում ինչքան հարցեր ենք տվել, որ թե ինչ գործընթացա տեղ ունեցել 18։ Հիմա այլ մենք չենք ասում։ Միրան Պողոսյանն է ասում, չէ՞, որը հանրապետական խմբակցության падգամավոր եղել, ասում է ինքը Նիկոլ Փաշինյանի կողմ է քվեարկել Սերժ Սարգսյանի հետ հանդիպելուց հետո։ Հիմա լավ, այստեղ արդյոք հարցեր չեն առաջանում։ Երկրորդ հարցը, որ մենք անդադ բարձրացնում ենք, որ եղել է ըստ էության պլան, ինչ որ ժամանակ փոխանցել Նիկոլ Փաշինյանին իշխանությունը, հետո ինչ որ բան տեղի կունենա եւ իրենք իշխանությունը հետ կվերցնեն։ Միրան Պողոսյանն է ասում, պլանը հետեւյալն էր։ Մի տարի հետո իմպիչմենտ հայտարարել Նիկոլ Փաշինյանին, որտեղ մենք շարունակում էինք մնալ խորհրդարանական մեծամասնություն։ Իհարկե ես չգիտեմ իրեն հավատացրել են այդ հավատացնողները, իրենք էլ են հավատացել իրենց ասածին, որ մի տարի հետո իշխանություն կվերցնեն, կամ օրինակ այդ հավատացողները արդյոք նաև կանգնած էին հոկտեմբերի 2-ի 2018-ի պրովոկացիայի հետևում, որի արդյունքը եղավ այն, որ հանրապետականը զրկվեց մեծամասնությունից ու անգամ խորհրդարան չանցավ, այս հարցերին թող իրենք իրենց համար այդ պատասխանները գտնեն։ Եվ այս մարդիկ խոսում են, չէ, բաներ են ասում, որոնք պիտի պարզաբանվեն։ Դա հո ես չեմ, Միրան Պողոսյանն է, չէ, ասում։ Իրենց թիմակիցն է, չէ, ասել։ Թող շարունակեն լռեն, էլի մարդիկ խոսեն, թող շարունակեն համարել, որ չպատասխանելով հարցերին ժողովուրդը մոռանում է դրա մասին, շարունակ, բայց այդպես չի։ Վստահաբար այդպես չի։ Եվ այն որ այս գործընթացը իշխանությունների եւ այն քաղաքական արեալի համար, որ ներկայացնում է Նիկոլ Փաշինյանը, քաղաքական տերերի համար, որոնք կան դրսում, վտանգավոր է, դա ցույց տվեց նաեւ Նիկոլ Փաշինյանի ակտիվությունը, որը այդ օրերին մի 2-3 գրառում արեց, որ հա իր ժողովուրդն ա բերել, հետո ասեց, որ ինքը ժողովրդի իշխանության տեղապահն է, հա։ Չգիտեմ ժողովրդին ինչքանով են օգտագործել, բայց հաստատ ժողովուրդը չի Նիկոլ Փաշինյանին ֆինանսավորել, բանտից հանել։ Նիկոլ Փաշինյանը եւ 2018 թվականի փետրվարի, եթե չեմ սխալվում, Իտալիայում էր այդ հյուրանոցում ժողովուրդը չի իր հետ հանդիպել, ժողովուրդը որ ուզենար այստեղ կհանդիպեր, ոչ թե Իտալիայում։ Այնպես որ ես կարծում եմ սա լավ գործընթաց է, ինչու, որովհետև եթե մի միջավայրում կա անառողջ մթնոլորտ, ապա պետք է հիվանդության հարուցիչները այդ մթնոլորտից հեռացվեն։ Հիմա լավ, մարդը լավ է, չէ՞, սա էլ որպես նաև այս թեմայի ամփոփում, եթե լավ է, չէ՞ որ մարդը երկու ոտք ունի։ Իսկ եթե այդ ոտքից մեկը գանգրենայով վարակ հիվանդացած, այսինքն չէ՞ վատ է որ մարդու ոտքը կտրում են։ Բայց եթե չկտրեն, ինքը կմահանա ուղղակի դրա հետևանքով։ Այսինքն այո, լավ է որ միասնականություն կա, բայց միասնականությունը ում միջև, իհարկե, չի կարող հիվանդ պատկերացումներ ունեցողները առողջ պատկերացում ունեցողների հետ միասնական լինեն, կարող են միասնվել, բայց դրանց էլի հիվանդ պատկերացումներ են, խեղված պատկերացումներ են ստացվելու։ Ինչպես արդեն ասացի, այո, երկու ոտքով մարդը լավ է, բայց եթե մի ոտքը գանգրենա է, այդ հաստատ լավ չի, երկու ոտքը պահելը։ Եվս մեկ անգամ շնորհակալություն։ Շնորհակալ։